Գիտեք, որ մարշալ Հովհաննես Բաղրամյանը շուրջ 50 տարի իր հետ պատերազմների միջով մի փոքրիկ քսակ հող էր տանում։ Դասավորական հող չէր։ Թամարային նա հանդիպում է Ալեքսանդրապոլում, երբ դեռ ցարական բանակի լեյտենանտ էր։ Սիրահարվում է, բայց աղջիկը ֆաբրիկատիրոջ դուստր էր, իսկ նա երկաթուղայինի որդի։ Թվում էր շանս չունի, բայց նա վստահ էր, որ գտել է իր ճակատագիրը։ Շուտով Բաղրամյանին տեղափոխում են ուրիշ քաղաք։ Մեկնելուց առաջ նա մի բուռ հող է վերցնում սիրելիի տան մոտից, հավատալով, որ այն իրեն կջերմացնի ծանր պահերին։ Պատերազմի տարիներին Թամարային ամուսնացնում են, հետո հայտնի է դառնում ամուսինը զոհվել է, նա այրի էր և սպասում էր երեխայի։ Այդ ժամանակ ոչ ոք չէր համարձակվի ամուսնանալ հղի այրու հետ, բայց Բաղրամյանին չխանգարեցին նախապաշարմունքները։ Նա փախցնում է Թամարային, նորածին տղային կոչում են Մովսես, որին Բաղրամյանը սիրում էր սեփական որդու պես։ Շուտով ծնվում է նաև դուստրը՝ Մարգուշան, և այս մի քսակ հողը մնաց նրա հետ մինչև կյանքի վերջ։